ամեն մի բարի գործ վարձ կստանա միայն այն դեպքում, եթե իր կատարյալ ավարտին հասնի, իսկ եթե կիսատ մնա, այդ արդեն նավաբեկություն կլինի։ Ինչպես պես հարստությամբ բեռնավորված նավը, եթե չհասցնի լողալ մինչև նավահանգիստ, խորտակվի ծովի մեջտեղում, ոչ մի օգուտ չի ստանա իր նավարկությունից, այլ հակառակը գործադրած ջանքերի չափով դժբախտ կլինի։ Այդպես էլ հոգիներն են, որոնք ընկնում են ճանապարհի կեսին և տկարանում սխրանքներում։ Ուստի և Պողոս առաքյալն ասում է, որ փառքը, պատիվը և անմահությունը կլինեն նրանց բաժինը, ովքեր համբերությամբ հարատևում են բարի գործերի մեջ։ Այդ նույն բանն է այժմ ներշնչում իր աշակերտներին Քրիստոս։ Նա իր սերը բերեց նրանց, իսկ նրանք ուրախացան նրա համար։ Իսկ քանի որ վրա հասնելիք տառապանքն ու տրտում խոսքերը պետք է ընդհատեին նրանց ուրախությունը, ապա նա բավականաչափ զրուցելով նրանց հետ և մխիթարելով ասաց. «Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի և ձեր ուրախությունը լիակատար լինի»։ Այսինքն, որպեսզի չհեռանաք ինձնից, որպեսզի չընդհատեք ձեր ընթացքը։ Դուք ուրախանում էիք ինձ համար և շատ էիք ուրախանում, բայց ահա տրտմության մեջ ընկաք։ Այսպիսով, որպեսզի ձեր ուրախությունը իր լռումին հասնի, ես ջնջում եմ այդ տրտմությունը ձեզ հասկանալ տալով, որ այս իրադարձությունների համար չպետք է տխրել, այլ ուրախանալ։ Ես տեսա, որ դուք գայթակղվեցիք, սակայն չարհամարհեցի, չասացի ինչու եք կորցնում ձեր առիությունը, այլ խոսեցի այն մասին, ինչն ի զորու էր ձեզ մխիթարել։ Արդ, ես միշտ ուզում եմ տեսնել ձեզ այդ նույն սիրո մեջ, դուք լսում էիք արքայության մասին և ուրախանում էիք, իսկ ես ասացի ձեզ այդ մասին, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Նոր պատվիրան եմ ձեզ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Տեսնում ես, որ սերն առ Աստված կապված է մերի հետ և ասես ինչ որ շղթայի պես միավորված է նրա հետ։ Ուստի և Քրիստոս երբեմն խոսում է երկու պատվիրանների մասին, երբեմն մեկ, այնպես որ անհնարին է մեկը մյուսից տարանջատել։ Երբեմն նա ասում է. «Այդ իսկ են օրենքը և մարգարեները», իսկ երբեմն էլ «Ինչ որ ուզում եք, որ անեն ձեզ մարդիկ, դուք նույնը նրանց արեք»։ Դարձյալ օրենքի լռումը սերն է։ Այստեղ նույնպես այդ է ասում, քանի որ Աստծո մեջ հաստատում մնալը սիրուց է, իսկ սերը պատվիրանապահությունից, իսկ պատվիրանն այն է, որ մենք սիրենք միմյանց։ Ուրեմն ակնհայտ է, որ Աստծո մեջ լինելը կախված է մեր միմյանց սիրելուց։ Եվ ոչ միայն պարզապես խոսում է սիրո մասին, այլ նաև օրինակ է տալիս, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ապա դարձյալ ցույց է տալիս, որ ինքը հեռանում է ոչ թե ատելությամբ, այլ սիրով, ուստի ասում է, թե դուք առավել պետք է զարմանաք այն բանի համար, որ ձեզ համար տալիս եմ իմ հոգին։ Սակայն նա ոչ միտեղ այսպես չի խոսում, այլ վերևում տալով բարի հովվի նկարագիրը, իսկ այստեղ հորդորելով իր աշակերտներին, ցույց է տալիս սիրո մեծությունը և թե ով է ինքը։ Իսկ ինչու է ամենուրեք սիրո մասին խոսում, քանի որ այս է աշակերտների հատկանիշը, այս է, որ զորացնում է առաքինությունը։ Այս պատճառով էլ Պողոսը իբրև Քրիստոսի իսկական աշակերտ այսքան շատ է խոսում սիրո մասին։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ։ Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ Ինչու է նա ասում. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ Բոլորը, ինչ որ լսեցի», այս բառերով
Նա այլ բան չի ասում, քան հենց այն, որ ինքը օտար ոչինչ չի ասում, այլ միայն ինչ որ լսել է հորից։ Եվ այնպես ինչպես բարեկամության մեծագույն նշանն է համարում այն, որ գաղտնիքներ են հայտնվում միմյանց, ուրեմն դուք, ասում է, արդեն իսկ արժանացել եք դրան։ Երբ ասում է բոլորը, նկատի ունի այն ամենը, ինչ նրանց պետք էր լսել, ապա մատնացույց է անում բարեկամության մեկ այլ ոչ պակաս կարևոր նշան, որն է այն։ Ոչ թե դուք, ասում է, ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ, այսինքն ես եմ փնտրել ձեր բարեկամությունը։ Այդքանով չբավարարվեց, այլ նաև ասաց, կարգեցի ձեզ, այսինքն տնկեցի, որպեսզի դուք գնաք, տակավին շարունակում է համեմատել խաղողի որդի հետ, այսինքն տարածվեք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա։ Եթե ձեր պտուղը մնա, ապա առավել ևս դուք, ես ոչ միայն սիրեցի ձեզ, ասում է, այլ նաև առատորեն ծածկեցի մեծամեծ բարեգործություններով, ձեր ճյուղերը տարածելով աշխարհով մեկ։ Տեսնում ես, որքան միջոցներ է օգտագործում ցույց տալու համար սերը։ Նա բացեց գաղտնիքներ, նա առաջինը փնտրեց նրանց բարեկամությունը, նրանց մեծագույն բարիքներ շնորհեց, նա նրանց համար չարչարանքների ենթարկվեց։ Այստեղ ցույց է տալիս, որ ինքը մշտապես պիտի լինի նրանց հետ, և նրանք պիտի պտղաբերեն, և որպեսզի պտղաբերեն, անհրաժեշտ է նրա օգնությունը։ Եվ ինչ էլ իմ անունով հորիցս խնդրեք, կտա ձեզ, բայց չէ որ խնդրանքը կատարելը նրա գործն է, ումից խնդրում են։ Ուրեմն ինչպես է կատարում որդին, եթե խնդրում են հորից, որպեսզի դու իմանաս, որ որդին նվազ չէ հորից։ Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց, այսինքն ես ասում եմ ոչ թե հանդիմանելով, որ իման ձդրեցի, որ ձեզնից առաջ անցա, այլ որպեսզի ձեզ բարեկամացնեմ։ Հետո, քանի որ շատերի կողմից հալածվելն ու նախատվելը ծանր էր և անտանելի, և կարող էր խոնարհեցնել հոգին, Քրիստոս դեպի այս եկավ նախապես շատ բան ասելուց հետո։ Նա նախապես մեղմացրեց նրանց հոգիները, և հետո արդեն սկսեց խոսել այդ մասին, և պարզ ցույց տվեց, որ նաև այդ, ինչպես նաև բոլոր մյուս բաները, նրանց օգուտի համար են կատարվում։ Ինչպես նախապես ասաց, որ ոչ միայն չպետք է տխրել, այլ հակառակը ուրախ լինել, որ ինքը գնում է հոր մոտ, նա այդ անում է ոչ թե նրանց լքելով, այլ հույժ սիրելով։ Այդպես այստեղ ցույց է տալիս, որ նրանք պետք է ուրախանան և ոչ թե տրտմեն։ Եվ տես թե նա ինչպես է ասում. չասաց թե գիտեմ, որ այդ տրտմեցուցիչ է, այլ ինձ համար համբերեք, քանի որ դուք չարչարվում եք ինձ համար։ Եվ քանի որ այդպիսի պատճառը դեռ բավարար չէր նրանց մխիթարելու համար, ուստի և թողնելով այդ, բերում է մյուսը, որը այն, որն ամենավսեմ առաքինության ապացույց է ծառայում, և որ հարկ է տրտմել ոչ թե այն բանի համար, որ այժմ ձեզ պետք է ատեն, այլ հակառակը, այն ժամանակ, երբ ձեզ կսկսեն սիրել։ Այս է ակնարկում ասելով. եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն որպես իրենը ձեզ սիրած կլիներ։ Ուրեմն եթե դուք սիրված լինեիք, այդ հայտնի նշան կլիներ ձեր հաստատուն լինելուն։ Բայց այս ասելով, նա չի հասցնում մխիթարել նրանց, այլ շարունակում է. ծառան մեծ չէ, քան իր տերը, եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն։ Այստեղ ցույց է տալիս, որ նրանք իրեն նմանվողներն են լինելու, քանի որ որքան ժամանակ Քրիստոս մարմնի մեջ էր, պատերազմ էր մղվում նրա դեմ, իսկ երբ նա փոխվեց, այդ ժամանակ պատերազմ սկսվեց նրանց դեմ։ Ապա երբ սակավաթիվ լինելով խռովվում էին, որ պետք է պատերազմեն այդքան մեծ բազմության դեմ, նա զորացրեց նրանց հոգին, ասելով, որ նրանք պիտի ուրախանան, որ իրենց ատելու են, որովհետև ասում է, դրանց միջոցով իմ չարչարանքներին կցորդ կլինեք։ Այսպիսով, դուք չպետք է խռովվեք, քանի որ ինձնից վեհագույն չեք, քանզի, ինչպես արդեն ասացի, ծառան մեծ չէ, քան իր տերը։ Ապա հետևում է երրորդ մխիթարությունը,
հենց այն, որ նրանց հետ միասին պիտի թշնամանան նաև հոր հետ, բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկեց, այսինքն նաև նրան կանարգեն։ Սրանով զրկելով նրանց թողությունից, միաժամանակ կրկին մխիթարում է ասելով. եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի։ Այսպիսով ցույց է տալիս, որ անիրավաբար գործեցին նրա և իրենց դեմ, արդ որպեսզի չասեն, թե ինչու մեզ վրա այսքան չարիքներ հասան, միթե նախապես չգիտեիր պատերազմների ու ատելության մասին։ Այդ պատճառով էլ դարձյալ ասում է. ով ինձ է ատում է իմ հորը, նրանց կանխապես ասելով բազում տանջանքների մասին, քանզի նրանք իբրև արդարացում իրենց պատճառաբանում էին, թե հոր համար էին հալածում նրան։ Եվ այս խոսքերով նա նրանցից հեռացրեց այսպիսի արդարացումը, նրանք ոչ մի ներում չունեն։ Վարդապետությունն ուսուցանվում է խոսքով, ես դրանք գործերով ցույց տվեցի, համաձայն Մովսեսի օրենքի, որը պատվիրում է հնազանդվել նրան, ով այդպես կխոսի և կգործի, ով կառաջնորդի դեպի բարեպաշտություն և մեծամեծ հրաշքներ կգործի, և ոչ պարզապես ասած հրաշքներ, այլ այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց։ Այդ նաև հենց իրենք էին վկայում, երբ ասում էին. այդպիսի բան Իսրայելում երբեք տեսնված չէ, և աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկը ի ծնե կույր ծնվածի աչքերը բացած լինի։ Այդպիսին էր նաև Ղազարոսի հետ կատարված հրաշքը, այդպիսին են բոլոր մյուս հրաշքները։ Հապա ինչու է ասում, թե եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից եղած լինեիք, աշխարհն արդեն որպես իրենը ձեզ սիրած կլիներ։ Նրանց հիշեցնում է այն խոսքերը, որ մի ժամանակ ասել էր իր եղբայրներին, սակայն այն ժամանակ նա խոսում էր զգուշորեն, որպեսզի նրանց չվախեցնի, իսկ այժմ ընդհակառակը բացեց ամեն բան։ Որտեղից է երևում, որ մեզ դրա համար են ատում։ Ինձ հետ կատարվածից։ Ասա ինձ, ինչ խոսքի կամ գործի համար կարող էին մեղադրել ինձ։ Բայց եւ այնպես նրանք չընդունեցին ինձ, եւ որպես ես մեզ համար զարմանալի չլինի, նա նաեւ պատճառը ցույց տվեց, հատկապես նրանց չարությունը, սակայն այստեղ էլ չի լռում, այլ մարգարեներին է վկայակոչում, ցույց տալով, որ նա վաղուց է կանխասել, թե ատեցին ինձ զուր տեղը։ Այդպես է անում նաեւ Պողոսը։ Երբ շատերը զարմանում էին, թե հրեաներն ինչպես է, որ չհավատացին, նա վկայակոչում է մարգարեներին, ովքեր շատ վաղուց կանխասել էին այդ մասին, եւ մատնանշել անհավատության պատճառը, հատկապես նրանց չարությունն ու անհավատությունը։ Ուրեմն ինչ, եթե քո խոսքը չպահեցին, ուրեմն մերը նույնպես չեն պահի։ Եթե քեզ հալածեցին, մեզ ևս կհալածեն։ Եթե տեսան նշաններ, որպեսզի ոչ ոք չգործեց, եթե լսեցին խոսքեր, որպեսզի ոչ ոք չասաց, եթե ուրացան, եթե ատեցին քո հորը եւ նրա հետ քեզ, ապա ինչ պատճառով ուրեմն ասա դու մեզ բերեցիր նրանց մոտ։ Ինչպես է հնարավոր, որ մենք արժանի լինենք հավատի եւ մեր ազգակիցներից ով կլսի մեզ։ Ապա որպեսզի այս ամենի շուրջ խորհրդացելով խռովքի չմատնվեն, տես թե ինչպես է մխիթարում նրանց։ Երբ գա մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ հորից, ճշմարտության հոգին, որ ելնում է հորից, նա կվկայի իմ մասին, կվկայեք եւ դուք, որովհետև սկզբից ինձ հետ էիք։ Նա արժանի կլինի հավատի, քանզի ճշմարտության հոգին է։ Այդ իսկ պատճառով նրան անվանեց ոչ թե Սուրբ Հոգի, այլ ճշմարտության հոգի։ Նրա խոսքերը, այն ինչ հորից է բխում, ցույց են տալիս, որ նա ամեն բան գիտի ստուգապես։ Այսպես Քրիստոս ինքն իր մասին է ասում. գիտեմ որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Այս խոսքերով էլ խորհրդացելով ճշմարտության մասին ասում է եւ ուղարկում եմ։ Ահա տեսնում ես, որ ոչ միայն հայրն է ուղարկում, այլև որդին։ Դուք նույնպես կարժանանաք հավատի,
քանզի ինձ հետ էիք և ուրիշներից չլսեցիք։ Եվ իրոք, առաքյալները հաստատվեցին այդ բանում ասելով. կերանք և խմեցինք նրա հետ։ Իսկ այն, որ այս բանը մարդահաճության համար չի ասված, վկայում է հոգին։ Այս բաները ասացի ձեզ, որպեսզի գայթակղությունից հետ մնաք։ Այսինքն, երբ կտեսնեք, թե շատերը չեն հավատում և ինքներդ կմատնվեք փորձությունների, դուք կհեռացվեք ժողովարանից, քանի որ հրեաներն արդեն որոշել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ, մինչև իսկ ժամանակը կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։ Նրանք ձգտելու են ձեզ սպանել իբրև բարեպաշտի և աստվածահաճի։ Այնուհետև նորից են նրանց մխիթարում, և այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ոչ հորը և ոչ էլ ինձ։ Այն, որ դուք իմ և հոր համար չարչարանքների կմատնվեք, արդեն իսկ բավարար մխիթարություն է։ Այստեղ կրկին հիշեցնում է նրանց այն երանության մասին, որի մասին ասել էր սկզբում. երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեզ ամեն տեսակ խոսք սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է։ Այս ասում եմ ձեզ, որ երբ գա ժամը, հիշեք այս բանը, և որ այդ իսկ պատճառով համոզված լինեք նաև մյուս բաների մեջ։ Իհարկե դուք արդեն չեք կարող ասել, որ ես, հաճոյանալով ձեզ, միայն հաճելի բաներ էի ձեզ ասում, որ և իմ խոսքերը սուտ էին։ Ով որ ցանկանար ձեզ խաբել, նա երբեք չէր կանխասի ոչ հաճելի բաներ։ Ես այն բանի համար մարգարեացա այդ չարիքների մասին, որպեսզի հանկարծակիի գալով չշփոթվեք, ու նաև այն բանի համար, որպեսզի չասեք, թե իբր ես չեմ կանխատեսել, որ դրանք տեղի են ունենալու։ Այսպիսով հիշեցեք, որ ես ձեզ ասել եմ։ Եվ իրոք, հրեաները հետապնդելով նրանց, միշտ նենգաբար առիթներ էին ստեղծում, իբր թե հալածում են չարաբարո մարդկանց։ Սակայն այս բանը չէր շփոթեցնում աշակերտներին։ Նրանք նախօրոք լսել էին և գիտեին, թե ինչի համար են տառապելու, և այդ կարող էր նրանց լիովին քաջալերել։ Ըստիև Քրիստոս ամենուր ասում էր. չճանաչեցին ոչ հորը, ոչ էլ ինձ, բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է, և որ ես առաջինը տուժեցի, և որ նրանք հանիրավի են հանդգնում այդ բանն անել։ Մենք նույնպես այդպես խորհենք փորձության ժամին, երբ տառապում ենք չար մարդկանց ձեռքից, ապա նայելով մեր Տիրոջն ու հավատի զորագլխին, պատկերացնենք, որ չար մարդկանցից եկած փորձությունները առաքինության և նրա անվան համար են։ Եթե այդպես խորհենք, ապա ամեն ինչ դյուրին և տանելի կլինի։ Իսկապես էլ, եթե յուրաքանչյուրը նույնիսկ պարծենում է, երբ իր սիրելիների համար չարչարանքներ է կրում, միթե կվշտանա, եթե չարչարանքներ կրի հանուն Աստծո։ Եթե Քրիստոս հանուն մեզ փառք անվանեց այն, ինչը մյուս բաներից առավել էր նախատինքի արժանանում, այսինքն խաչը, ապա նամանավանդ մենք պետք է այդպես խորհենք։ Իսկ եթե մենք կարող ենք այսչափ արհամարհել տառապանքը, ապա առավել ևս հարստությունն ու ագահությունը։ Այսպես, երբ մենք նեղությունների մատնվենք, խորհենք ոչ միայն չարչարանքների, այլ նաև պսակների մասին, ինչպես որ վաճառականները ոչ միայն ծովերի, այլև շահույթի մասին են խորհում, այնպես էլ մենք պետք է խորհենք երկնքի և առաստված բարձրանալու մասին։ Եթե քեզ հաճելի է ագահությունը, խորհիր այն մասին, որ Քրիստոսին հաճո չէ այդ։ Եվ այդժամ անմիջապես քեզ համար այն տհաճ կդառնա։ Դարձյալ, եթե քեզ համար դյուրին չէ ողորմություն տալ մուրացկանին, ապա միտքդ մի ծանրացրու կորստի վրա, այլ անհապաղ պատկերացրու հունձքը այդ սերմնացանությունից։ Եվ երբ քեզ համար դժվար կլինի հեռու մնալ տրփանքից ուրիշի կնոջ նկատմամբ, ապա խորհիր այդ սխրանքի պսակի մասին և դյուրությամբ սխրանք կգործես։ Եթե մարդկանց վախը
քեզ հետ է պահում ամոթալի գործերից, ապա մանավանդ սերն առ Քրիստոս։ Դժվար են ձեռք բերում առաքինությունները, բայց մտաբերենք նրան զգեստավորված գալիք խոստումների փառքով։ Վեհ հոգի ունեցող մարդիկ գտնում են այն, որ նրանց այդ էլ ինքնին գեղեցիկ է, եւ այդ իսկ պատճառով ձգտում են դրան եւ առաքինաբար ապրում են ոչ միայն վարձք ստանալու, այլ Աստծուն հաճոյանալու համար եւ բարձր են գնահատում ողջամտությունը ոչ միայն պատժից խուսափելու, այլ այն բանի համար, որ այդպես է կամենում Աստված։ Իսկ ով շատ տկար է, այդպիսին թող մտաբերի վարձքերը։ Այդպես վարվենք նաև մեր ողորմության նկատմամբ, լինենք գթասիրտ մեր համաերկրացիների նկատմամբ և չարհամարենք սովից մահացողներին։ Եվ իրոք, միթե ծայրահեղ հակասական չէ այն, որ մենք ուրախ և կուշտ նստած ենք սեղանի շուրջ, և անցնելով փողոցով ու լսելով, թե ինչպես են մյուսները լալիս, ոչ միայն նրանց ողբի վրա ուշադրություն չենք դարձնում, այլև վրդովում ենք և նրանց խաբեբա անվանում։ Ինչ ես ասում, ով մարդ, միթե մի կտոր հացի համար մեկը խաբեության կդիմի, այո կասես դու, այդ դեպքում առավել փութով պետք է խղճալ նրանց, նույնքան արագ բավարարել նրանց այդ կարիքը։ Իսկ եթե չես ուզում մի բան տալ, գոնե մի վիրավորիր, եթե չես ուզում փրկել խորտակումից, գոնե անդունդը մի գլորիր։ Մտածիր, թե ինչպես ես Աստծուց օգնություն խնդրելու, երբ ինքդ մերժում ես քեզնից խնդրող աղքատին, չէ որ գրված է. ինչ չափով որ չափում ես, նույնով քեզ պիտի չափվի։ Ապա մտածիր, թե ինչ ընկճված են այրանում, գլխիկոր, լացով, արդեն իսկ նեղված աղքատությունից ևս մեկ հարված ստանալով իր նկատմամբ արգահատալից վերաբերմունքից։ Եթե մուրալը դուք ծայրահեղ դժբախտություն եք համարում, ապա մտածիր, որքան է վշտանում նա, ով խնդրում է և չի ստանում, և դեռ ավելին վիրավորված հեռանում է։ Մինչև երբ մենք պիտի նմանվենք վայրի գազանների և ագահության պատճառով կուրանանք, ընդ որում շատերն են այդ ժամանակ հոգոցանում, սակայն ես կամենում եմ, որ ոչ միայն այդ պահին, այլ միշտ համակված լինեք կարիքցանքով։ Հիշիր այն օրը, երբ մենք կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ, երբ թախանձագին աղերսելու ենք մեզ ողորմել, իսկ Քրիստոս աղքատներին կանգնեցնելով իր առաջ կասի մեզ, թե դուք մի կտոր հացի համար ինչպիսի փոթորիկ առաջացրիք նրանց հոգիներում։ Մենք ինչ կպատասխանենք, ինչպես կարդարանանք։ Իսկ որ նա նրանց կանգնեցնելու է իր առաջ, կարող ես իմանալ նրա իսկ խոսքից. այդ փոքրիկներից մեկի համար չարեցիք, ինձ համար էլ չարեցիք։ Ոչ թե նրանք կխոսեն մեզ հետ, այլ Աստված կհանդիմանի մեզ նրանց համար։ Երբ հարուստը տեսավ Ղազարոսին, Ղազարոսը ոչինչ չասաց նրան, այլ նրա փոխարեն խոսեց Աբրահամը։ Այդպիսի վիճակի կհասնեն այն աղքատները, ում մենք հիմա արհամարում ենք։ Մենք կտեսնենք նրանց ոչ թե թշվառ վիճակում ձեռքները պարզած, այլ խաղաղության մեջ, մինչդեռ ինքներս նրանց նախկին տեսքը կունենանք։ Օ, եթե միայն այդ տեսքը ունենայինք և չմատնվեինք առավել ծանր պատիժների, չէ որ մեծատունը միայն հացով չէ որ կամենում էր կշտանալ, այլ տանջվում էր կրակի մեջ, խիստ տանջվում էր և լսում. հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները։ Այսպիսով, հարստությունը մեծ բան չհամարենք։ Այն մեզ տանջանքների է տանում, եթե ուշադիր չլինենք, իսկ եթե ուշադիր լինենք, ապա աղքատությունը նույնպես մեզ մեծ բավականություն և հանգիստ կբերի։ Եթե այն տանենք շնորհակալությամբ, ապա մեղքերից էլ կազատվենք և մեծ համարձակություն ձեռք կբերենք Աստծո առջև։ Այսպիսով, մշտապես չփնտրենք հանգիստ, որպեսզի այնտեղ հանգիստը վայելենք, չարչարվենք առաքինություններ ձեռք բերելու համար, չզատենք ավելորդը, չփնտրենք այլ բան, այլ այն ամենը, ինչ ունենք, առատորեն տանք կարիքավորներին։ Հակառակ դեպքում, ինչ արդարացում պիտի ունենանք, երբ Աստված մեզ երկինք է խոստանում
իսկ մենք նրան նույնիսկ հաց չենք տալիս։ Նա իր արեգակն է ծագեցնում քեզ համար և ամբողջ արարչությունը ծառայեցնում է քեզ, իսկ դու նրան հագուստ չես տալիս և չես ուզում նրա հետ կիսել քո հարկը։ Ինչ եմ խոսում արեգակի և հարկի մասին։ Նա քեզ իր մարմինն ու պատվական արյունը տվեց, իսկ դու նրան մի բաժակ ջուր չես տալիս։ Բայց դու տվեցիր մեկ անգամ, սակայն ողորմածություն չէ, եթե դու չես տալիս, քանի դեռ ունես, ամեն ինչ չէ, որ անում ես։ Չէ, որ կույսերն էլ, որոնք ճրագներ ունեին յուղ, սակայն ոչ բավարար չափով։ Եվ այն դեպքում, եթե քոնն էլ տայիր, չպետք է ժլատ լինեիր, իսկ դու տալիս ես այն, ինչ Աստծուն է պատկանում, ինչու ես ժլատություն անում։ Կամենում եք։ Ես կասեմ այդպիսի ոչ մարդկային արարքի պատճառը։ Այդ մարդիկ ագահությամբ են ժողովում ունեցվածք, այդ պատճառով են ժլատ ողորմություն անելիս։ Ով սովոր է այդպես շահել, նա չի կարող ծախսել, քանզի ով կամենում է ուրիշինը վերցնել, ինչպես կարող է իրենը տալ ուրիշներին։ Շունը նույնպես, շուտ սովորելով միս ուտել, չի կարող պահպանել հոտը, և այդ պատճառով էլ հովիվները սպանում են այդպիսի շանը։ Եվ որպեսզի մեզ էլ չպատահի նույնը, հեռու մնանք այդպիսի կերակրից, չէ որ նաև նրանք են կերակրվում մարմնով, որոնք պատճառ են դառնում սովով մահվան։ Չես տեսնում, ինչպես Աստված ամեն ինչ արարեց մեզ բոլորիս համար։ Եթե թույլ տվեց, որ ոմանք աղքատ լինեն, այդ արեց հարուստների մխիթարության համար, որպեսզի նրանք աղքատներին ողորմություն տալով կարողանան ազատվել իրենց մեղքերից, իսկ դու նաև այդ առումով եղար դաժան ու տմարդի։ Այստեղից հայտնի է, որ եթե իշխանություն ունենայիր, բյուրավոր սպանություններ կգործեիր և կզրկեիր բոլորին կյանքից ու լույսից։ Արդ, որպեսզի այդ բանը տեղի չունենա, չլինենք ժլատ։ Եթե մեզ համար ծանր է այս լսելը, ապա որքան ավելի ծանր է ինձ համար այն տեսնելը։ Մինչև երբ դու հարուստ, իսկ նա աղքատ պիտի լինեք, մինչև երեկո և ոչ ավելի, վաղանցիկ է այս կյանքը, իսկ մահը սարերի հետևում չէ։ Այնպես որ ամեն բանի պետք է նայել իբրև մի ակնթարթի։ Ինչի համար ես լցնում շտեմարաններդ, ինչի համար են այդքան շատ ծառաներդ ու տնտեսներդ, ինչու չունենաս ողորմության հազարավոր քարոզիչներ, չէ որ շտեմարանդ ձայն չի հանում, այլ ընդհակառակը բազում ավազակների է հրապուրում, իսկ ինչ որ պահված է աղքատների համար, կելնի դեպի Աստված և կքաղցրացնի այս կյանքը, կջնջի բոլոր մեղքերը, Աստծո մոտ փառք, իսկ մարդկանցից պատիվ կստանա։ Ինչու ինքդ քեզ համար այսքան բարիք չես կամենում, չէ որ ոչ թե աղքատներին, այլ ինքդ քեզ բարիք կգործես, երբ նրանց համար բարեգործություններ անես։ Դու նրանց ներկայիս կյանքը կդյուրացնես, իսկ քեզ համար կպատրաստես գալիք փառք և համարձակություն, որին երանի թե հասնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, որին փառք այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։